Փոխգնդապետ Ալեքսան Արաքելյանի հայրական տուն մտնող հյուրերը մեծ ակնածանքով են շեմում այն մուտքը, որտեղից դուրս է եկել հայրենասեր զինվորականը։ Գազպրոմ ընկերության ներկայացուցիչները նախ փոխգնդապետի հայրական տանը հպարտության խոսքեր հնչեցրեցին, ապա շարժվեցին Ալեքսան Արաքելյանի ընտանիքին պատկանող արդեն նոր բնակարան։ Մենք բոլորս խոնարհվում ենք եւ միաժամանակ հբարդանում, որ Գյումրին ունեցել է եւ ունի նման զավակ Խանձինես Ալեգի։ Լևոն Մադոյան 115 շենք 62 բնակարան։ Սա փոխգնդապետ Ալեքսան Արաքելյանի ընտանիքի նոր հասցեն է, որը հայրական տանից շատ հեռու չէ, մի փողոց է ընդամենը բաժանում։ Ճիշտ այն հեռավորությունը հայրական տանից, ինչպես որ կենդանության օրոք ալիքներ ցանկանում։ Բանալիները 12-ամյա աղջնակին հանձնեցին, զինվորական ընտանիքը նոր բնակարան մուտք գործեց։ Նախորդ բնակարանից ինչու մարեմ հրաժարվել, քան որ հարմարավետ չէր հերոսին վայել, դա բնակարան չէր առաջերտին։ Երկու սենյակ քաղաքի ծայրամասում, իսկ այս բնակարանը այնքանով է հարմար ինձ համար, կահավորվածությունը, տեղը, մոդիկությունը։ 3 սենյականոց նախապես կահավորված ու հարմարավետ բնակարանի ցանկացած անկյուն փոխգնդապետի շնչով էր լցված, այդպես ցանկացել ընտանիքը։ Տան յուրաքանչյուր անկյունում զինվորականի նկարներն են։ Բնակարանամուտի ուրախությունը միախառնվել էր անդառնալի վշտի ու տխրության զգացումով։ Ալեքսան Արաքելյանի մոր միակ սփոփանքը սա է, գոնե փոխգնդապետի զավակները արժանապատիվ կապրեն։ Հույսը կտրել էր բնակարանից, միշտ ասում էր, որ պետք է այդ վարկով փող վերցնեմ, որպեսզի բնակարան գնեմ։ Հետո ինքը շատ էր սիրում սեփական տուն։ Միշտ սիրում էր, որ մեծ սեփական տուն ունենա, այգի ունենա, ասում էր զբաղվեմ իմ այգիով ամեն առավոտ վեր գնամ քնիցս, բայց բոլոր երազանքները մնացին երևի օդում կախված։ Ալեքսան Արաքելյանի 12-ամյա աղջիկն էլ բնակարանը ուսումնասիրելուց հետո ընտրեց, թե որտեղ է լինելու իր ննջասենյակը, ալիքին չի մոռացել։ Հիշում ու կարոտում է ամեն վայրկյան։ Կենդանության օրոք աղջկան խոստացել էր, որ անպայման նոր բնակարան ունենալու դեպքում իր առանձնասենյակը կունենա։ Իմ սենյակին շատ է դուր եկել։ Երազում եմ, որ իմ սենյակը հեռուստացույց լիներ եւ կհեռուստացվեց։ Երևի կերազեր այսպիսի տան մասին։ Չգիտեմ։ Ընդհանրապես սիրում էր սեփական տուն։ Մեծ, 2 հարկանի, բոլոր հարմարություններով, բայց չգիտեմ, չստացվեց երևի։ Ինքը պլանավորում էր, որ մենք որ տուն ունեցանք, քեզ մի սենյակ կտամ, որ դու քնես։ Այնտեղ դասանես, խաղաս, եղբորոջ հետ խաղաս ու ասում էր, որ եթե եղբայրդ դասի գնա, դուք իրար հետ դաս կսովորեք։ Ննջասենյակի գողտրիկ անկյունում խնամքով դասավորված են Ալեքսան Արաքելյանի լուսանկարները, շքանշանները, նրա զինվորական հագուստն ու ամենօրյա թարմ վարդերը, որոնք կինն անխախտ ճշտապահությամբ ամուսնու նկարի դիմաց է տեղադրում ու իր առաքելությունն է համարում յուրաքանչյուր բացվող լուսաբացին մշտավառ պահել ննջասենյակի մոմերը։ Չափազանց դժվար է ապրել այն բնակարանում, ուրախանալ այդ նույն բնակարանի վառ երանգներով, որի մասին ժամանակին երազում էր փոխգնդապետ Արաքելյանը։ Ֆիզիկապես մենք չենք զգում իր ներկայությունը, բայց հոգեպես ինքը միշտ է մեր հետ է, միշտ է իմ կողքիս է։ Դժվար է շատ, երբ որ ունեն մեզ տուն, բայց տան մեջ չկա լիարժեք ընտանիք։ Լիարժեք ընտանիք ասվածը այն է, որ ասենք ինքը մեր կողքին չի հիմա։ Ֆիզիկապես մեր հետ չի։ Եկուս տանը բոլոր սենյակներում, բոլոր տան ամեն մի հատվածում ամեն ինչ իրենն է, իր մասին է։ Թերևս միայն մեկ լուսավոր կետ կա Արաքելյանների ընտանիքի սպասումներում ու ակնկալիքներում։ Ալիքի զավակները կմեծանան, հերոս հայրիկի անունը վառ կպահեն, գուցեև շարունակեն ու ավարտին հասցնեն զինվորականի սկսած, բայց չավարտած գործերը։ Կիմայ Աշատյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։